Դեկտեմբերի 1-ին Փյունիկ զարգացման կենտրոնում բացվեց նկարիչ Դավիթ Մինասյանի անհատական ցուցահանդես վաճառքը։ 7 տարեկանում նկարված փոքրիկ տիեզերքը հետագայում մեծ ճանապարհի սկիզբը դարձավ։ 7 տարեկանում ընդունվել եմ Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոց։ Հենց այդտեղից էլ սկսվել է իմ ճանապարհը դեպի արվեստ։ Տարբեր թեմաներով ստեղծագործություններ ունեմ, բայց շատ քիչ են։ Ես շատ եմ սիրում մեր Հայաստանի բնությունը եւ փորձում եմ իմ նկարների միջոցով սեր քարոզել մարդկանց ներսում բնության հանդեպ։ Ես աշխատում եմ հենց բնության գրկում ծառերի ստվերների տակ, արևի տակ, երկնքի բարձ երկնքի տակ ստեղծագործել, այդպես նկարի մեջ կյանք է մտնում, երբ որ դու ստեղծագործում ես բաց երկնքի տակ։ Ես հիմնականում տենց եմ աշխատում։ Ինչի համար արեցի 3-րդ անհատական ցուցահանդես, որպեսզի մարդիկ ոչ միայն ճանաչեն Դավիթ Մինասյանին որպես գեղանկարիչ, այլ նաև ճանաչեն այն Դավիթին, ով շատ է սիրում բնությունը եւ այդ սերը տարածում է մարդկանց մեջ։ Նկարների մեծ մասը արված են Մեղրաձորում, հենց Մեղրաձորի բնությունն եմ ներկայացրել։ Մեր Հայաստանը շատ փոքր է, դրա համար հենց մի կտոր բնություն, բայց իրականում մեր Հայաստանի բնությունը շատ ահռելի մեծ է եւ իմ նկարներով ես ուզում եմ նաև այդ ցույց տամ, որ մարդիկ մենակ չտեսնեն այդ մի հատ սարը եւ կենտրոնան դրա վրա։ Մեր երկրում ամեն մի անկյունը սիրուն է եւ ամեն մի անկյուն կարելի է նկարել եւ ցույց տալ մարդկանց, որպեսզի մարդիկ տեսնեն եւ ավելի շատ սիրեն մեր բնությունը։ Չի կարող օրինակ լինել Մոսկվայի բնությունը, որտեղ ես նկարում եմ միայն Հայաստանի բնությունը, որտեղ իմ համար ամենագեղեցիկ բնաշխարհը ունի հայրենիքը։ Հայաստանի բնության մեջ կա լիքը սեր, լիքը գույներ, լիքը պարզունակություն եւ լիքը ուրիշ բաներ, որ ես ոչ միտեղ չեմ տեսնի, ինձ թվում է։ Նկարիչների համար հիմնականում պետք չէ մտածել նկարի վերջնական տեսքը, որտեղ դա նկարիչին խանգարում է։ Պետք է նկարի ռիթմի տակ գնա այդ ամեն ինչը, որտեղ ես ստեղծում եմ մի գիծ ու այդ գիծը հետո դառնում է ինչ-որ բնավորություն, ինչ-որ մի բնավորության գիծ։ Դու չես կարող պատկերացնել դա ինչ կստացվի վերջում։ Պետք է տրվես էմոցիաներին եւ ամեն ինչ լավ կստացվի։ Ես իմ բնավորության մի քիչ ծանր մարդ եմ եւ հենց ոտքս դնում եմ բնության գիրկ, խաղաղություն է մտնում իմ մեջ։ Այսինքն այստեղ քաղաքի մեջ ես կարող եմ լինել ուրիշ ձև, իսկ բնության գրկում լրիվ ուրիշ ձև, այսինքն իմ մեջ մտնում է խաղաղություն, հանգստություն, ես կարող եմ այդ ժամանակ մարդկանց տալ լիքը սեր, ջերմություն, մի խոսքով ամեն ինչ տալիս է բնությունը ինձ։ Իմ նկարները այնպիսի սիրով եմ նկարում, որ մարդիկ ինձ թվում է իմ կարծիքով հենց նայում են այդ նկարին, իրանք միանգամից այդ սերը, երջանկությունը եւ այդ ամեն ինչը, ինչ որ ես դրել եմ այդ կտավի մեջ, իրանք միանգամից տեսնում են։ Դա հնարավոր չի չտեսնել, ինձ թվում է։ Ես բարկացած ժամանակ չեմ նկարում, որովհետև դա կարող է շատ վատ հետևանքներ ունենալ։ Ես միայն նկարում եմ այն ժամանակ, երբ որ ասում են մուսան գալիս է, այդ ժամանակ կտավը մեծ պատասխանատվություն է։ Դու պետք է պատրաստ լինես կտավին մոտենալու։ Կապ չունի դու բնության գրկում ես նկարում, թե արվեստանոցում, դու պետք է պատրաստ լինես այդ մեծ բեռը քո ուսերին տանես եւ հասցնես ավարտին, որպեսզի դիտողներ նայի եւ հիանա այդ նկարով։ Ուզում եմ խորհուրդ տամ բոլորին, որ շատ լինեն բնության գրկում, նրանք ոչ երբեք կհիվանդանան, ինչ որ առողջական խնդիրներ չեն ունենա, բնության հրաշալիքներից օգտվելը դա մի ուրիշ հաճույք է, այդ բնական զգացողությունները իրանք կզգան, ուղղակի ուշադրություն պետք է դարձնել ամեն մի անկյունին բնության, այսինքն մարդու համար կարող է ինչ որ ժանգոտ քար լինի, բայց դու նայես այդ ժանգոտ քարին, խաղաղություն մտնի քո մեջ։
Այսինքն եթե մտածում ես, որ դու նայես այդ ժանգոտ քարին, քո մեջ կմտնի խաղաղություն, դու պետքա նայես, դու պետքա տրվես քո էմոցիաներին։ Քո ուղեղը, քո սիրտը ինչ քեզ թելադրում է, այդ բանին պետքա անես։ Ամեն մի թուփը, ամեն մի ծառի տերևը կարա քեզ եւ բժշկի եւ տա այնպիսի էմոցիաներ, որ դու քաղաքում չես զգա այդ ամեն ինչը։ Ցուցահանդես վաճառքը բաց կլինի մինչև դեկտեմբերի 9։ Մուտքը ազատ է։